Հարգելի ունկնդիրներ, շարունակում ենք մեր թողարկումը, ուրիշ նորություններն են եթերում եւ այսօր պետք է անպայման հիշենք եւ հիշեցնենք, որ մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու օրացույցում շատ կարեւոր օր է։ Այսօր այդ օրը մեզ հրավիրում է ինքնակնդատման, ինքնակնության, ներքին վերափոխման, խոսքը իհարկե մեծ պահքի մեկնարկի մասին է։ Այսօր է սկսվում մեծ պահքը եւ հաճախ մենք սխալմամբ ավելի շատ շեշտադրումը դնում ենք հենց սննդակարգի փոփոխության, ինչ որ ուտեստներից հրաժարվելու վրա։ Արդյոք սա միայն ուտեստների մասին է, միայն սննդակարգի փոփոխությունն է, եւ կփորձենք միասին մեր հյուրի հետ գտնել ճիշտ հարցերը, դրանց պատասխանները, որոնք շատ անգամ թյուրիմացաբար կամ հենվելով որոշ կարծրատիպերի վրա հետևում ենք հենց այդպես։ Իսկ իրականությունը կլսենք հոգևորականից։ Այսօր մեր տաղավարում է Վեդի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ Քահանա Սարգսյանը։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Գիտեմ, որքան կարևոր են բոլոր օրերը եւ այսօր պահքի մեկնարկի օրը առավել եւս։ Տեր հայր, ես ասացի կարծրատիպ եւ կարծես պահքի հետ մի շատ անհամատեղելի բառ կա՝ դիետա, որը շատ անգամ շփոթության մեջ է գցվում բոլոր նրանց, ովքեր գուցե այդքան խորությամբ չեն ընկալել պահքի իմաստը։ Արդյոք կա որոշակի մեկ շեշտադրում հոգու, մտքի, մարմնի, թե դա միաձուլման, այսպես ուշադրություն պետք է երեքին էլ դարձնել, եւ ինչու հենց սննդակարգն է կարևորվում պահքի շրջանի ճանապարհին։ Շնորհակալ եմ հարցերի համար, ճիշտ եւ տեղին հարցերի համար։ Նախ ուզում եմ նշել, որ պահքը ճանապարհորդություն է, հոգեվոր, եւ դա ճանապարհորդություն է ոչ թե ինչ որ հեռու տեղ, այլ դեպի մարդու ներաշխարհը, դեպի մարդու հոգու խորքը, դեպի մարդու սիրտը։ Եվ այդ ճանապարհորդությունը մենք քրիստոնյաներս պետք է ճիշտ անցնենք։ Եվ դրա հետ է կապված նաև այն, որ պահքը ունենալով երկու երես, հաճախ մեր ժողովուրդը, քրիստոնյա ժողովուրդը ավելի շատ ուշադրություն է դարձնում մի կողմին, բայց անտեսում է ավելի կարևորը, ավելի խորքայինը եւ ավելի նպատակայինը։ Դա պահքի հոգեվոր կողմն է։ Իհարկե պահքի ժամանակ մենք հրաժարվում ենք կենթանական ծագում ունեցող կերակրատեսակներից, բայց դրանով պահքը չի սահմանափակվում, հակառակ դեպքում դա կկոչվեր դիետա, այլ պահքը ավելի խորքային իմաստ ունի եւ իրականում սննդային պահեցողությունը օժանդակ միջոց է, օգնող միջոց է ավելի խորքային նպատակին հասնելու համար, այսինքն հոգեվոր պահքը ճիշտ պահելու համար եւ հետեւաբար ես կոչ եմ անում կամ խորհուրդ եմ տալիս որպես հոգևորական յուրաքանչյուր քրիստոնյայի ուշադրություն դարձնել պահքին եւ նրա իմաստին ու նշանակությանը եւ չտարվել միայն կերակրատեսակներից հրաժարումով։ Տեսեք, մարդը հոգեմարմնավոր էակ է, ունի եւ մարմին եւ հոգի, եւ սովորաբար մենք մարդիկս ուշադրություն ենք դարձնում մեր մարմնին, ամեն օր սնուցում ենք, բայց հոգին այս իրավիճակում թուլանում է եւ մարմնի ու հոգու ներդաշնակությունը խախտվում է։ Պատահական չէ, որ հաճախ մարդիկ ասում են տխուր եմ, հուսահատություն կա, թեև ինչ որ վատ բան չի պատահել, բայց յուրահատուկ թախիծ կա մարդու մեջ, դա մեր համոզմամբ մարդու մարմնի եւ հոգու ներդաշնակության կորստի հետևանք է։ Այսինքն մարմնին մենք ուշադրություն ենք դարձնում, հոգին թողնում ենք անսնունդ։ Հետևաբար, քանի որ ամեն օր մենք սնում ենք մեր մարմինը, մեր հոգին եւս կարիք ունի սնունդի։ Առանց սննդի հոգին մարդու հոգեվոր իմաստով գնում է դեպի մահվան։ Եվ մարդու երջանկությունը, ուրախությունը, ներքին խաղաղությունը կորում է։ Իսկ պահքը նպատակ ունի այդ երջանկությունը վերականգնելու, այսինքն մարդու ներդաշնակությունը վերականգնելու։ Դրա համար շատ կարևոր է, նորից եմ ասում, ոչ միայն սննդային պահք պահելը, այլ պահքի հոգևոր
կողմը պահելը եւ Աստվածաշունչը եկեղեցին մեզ հրավիրում է պահոց օրերին սնվելու Աստծո խոսքով առավելաբար ուրեմն կարիք կա որ արդյոք յուրաքանչյուր մարդ պահք պահի իհարկե կարիք կա իհարկե պետք է ասենք որ յուրաքանչյուր մարդու անհատական որոշումը պետք է լինի բայց անհրաժեշտ է յուրաքանչյուր քրիստոնյայի պահեցողությունը որովհետև յուրաքանչյուր մարդ մեղանչական է այսինքն յուրաքանչյուր մարդ ամեն օր մեղքեր է գործում գրեթե ամեն օր եւ 3 մակարդակներում է այդ մեղքը տեղի ունենում մարդու մտքում մարդու խոսքում եւ մարդու գործում եւ եթե վերլուծելու լինենք միայն մարդու մտային մեղանչումները ապա կտեսնենք թե որքան մեղանչական մարդ էակ է մարդը օրվա մեջ յուրաքանչյուր մարդ ունենում է հազարավոր մտքեր օրվա վերջում փորձենք վերլուծել մեր մտքերը եւ կտեսնենք ըստ Աստվածաշնչի մեր մտքերի մեծ մասը մեղքեր են եւ սա խոսում է միայն մարդու մտքի պարագային էլ չասեմ որ միտքը հաճախ խոսք է դառնում եւ գործ է դառնում ուրեմն յուրաքանչյուր մարդ մեղանչական է Աստվածաշունչը ինքը ասում է որ այն մարդը ով որ մտածում է որ անմեղ է ինքն իրեն է խաբում եւ իր մեջ ճշմարտություն չկա այսինքն քանի որ մարդը մեղանչական է հատկապես պահքի այս օրերը մարդուն հրավիրում են ինքնամաքրման եւ այդ ճանապարհորդությունը ինքնամաքրման ճանապարհորդություն է եւ սննդային պահքը օգնում է որպեսզի մենք կենտրոնանանք հոգեվորի վրա եկեղեցու հայրերը ասում են որ նա ով միայն սննդային պահքն է պահում սատանայից չի տարբերվում ինչու որովհետև սատանան էլ ոչինչ չի ուտում բայց շարունակում է մեղք գործել անդադար մեղք է գործում այնպես որ նրանք ովքեր որ կենտրոնանում են սննդային պահքի վրա այսինքն հրաժարում որոշակի կերակրատեսակներից պետք է քաջ գիտակցեն որ սննդայինը ընդհանրապես օժանդակ միջոց է որպեսզի մենք մեր միտքը կարողանա կենտրոնանալ այդ սահմանափակումը մեր օգնի մեր մտքին կենտրոնանալ պահքի իրական իմաստի եւ նշանակության վրա երբեմն պատահում է մարդիկ ինչ որ պահի մոռանում եւ սննդակարգը խախտում են եւ հարց են ուղում Տեր հայր կարելի է շարունակել պահքը իհարկե կարելի է որովհետև սննդայինը նորից եմ ասում երկրորդական իրողություն է որը օժանդակ օգնող միջոց է պահքի ամենագլխավոր նպատակին պահքի գլխավոր նպատակը բարոյական մաքրագործումն է Իհարկե դա չի նշանակում ամեն սխալմունքից հետո այսպես ինքդ քեզ արդարացնես եւ ասես դե միևնույնը կարելի է շարունակել Տեր հայր այնքան ձեր պատասխանի մեջ նոր հարցեր առաջացան փորձենք հերթով անդրադառնալ հոգևոր կողմը պետք է գերակշռի նույն այդ սննդակարգի մասին որ խոսում ենք հիշեցի մի դեպք ինձ պատմել էին որ տարիներ առաջ պաշտոնյաներից մեկին մի հարցով էին դիմել եւ այդ հարցը օրենքից դուրս լուծում ուներ ինչից հրաժարվում էր այդ մարդը վստահեցնելով որ դա հնարավոր չէ ընթացքում ինչ որ քաղցրավենիք էին այսպես սիմվոլիկ իրեն նվիրել ասաց չէ ես պահքի շրջանում եմ եւ հրաժարվել եմ քաղցրավենից բնավ չեմ օգտագործում այսպիսի իմ համար արգելք եմ դրել որից հետո խոսքի ընթացքում ասացին իսկ եթե գումար ավելացնեն կամ գումարով արդյոք այդ հարցը կլուծվի եւ այդ մարդը լուծել էր այդ հարցը այսինքն քաղցրավենիքից հրաժարվելը դա պահքի շրջանակներում էր, բայց գումար վերցնել եւ հարցը լուծել, այ գործի եւ մտքի եւ միգուցե այդ հակասությունը շատ ցայտուն օրինակ է։ Ընդհանրապես պահքի շուրջ ամենամեծ մոլորությունը, որ երբևէ դուք ձեր հովության ժամանակ հանդիպել եք, որն է հավատացյալների շրջանում։ Շատ շնորհակալ եմ, հրաշալի օրինակ բերեցիք։ Այս օրինակի մեջ երևում էր հոգևորի իրական գիտակցության բացակայությունը։ Նայեք, ընդհանրապես պահքը, եթե իմաստային իր նշանակության բաժանենք 3 մասերի, ապա պահքի խոր էությունը հետևյալն է. առաջին դա մարդու մտքի բարոյական մաքրագործումն է, երկրորդը սրտի, ասում սրտում գտնվող մեղքերի
մաքրությունը եւ երրորդը հոգեվոր սնուցումը, այսինքն սնունդը, հոգեվոր սննդի ընդունումը։ Այս 3 մակարդակներում էլ մարդիկ միշտ թերանում են, բոլոր մարդիկ, այնպես չէ որ հոգեվորականները անմեղ են, բոլորը մենք էլ ենք սայթակում, մենք էլ ենք սխալների մեջ գտնվում, բայց քրիստոնյայի ամենակարևոր արժանինքներից մեկը եւ առավելություններից մեկը այն է, որ քրիստոնյան գիտի իր սխալը մաքրել եւ առաջ շարժվել եւ ձգտել, որպեսզի այդ սխալը նորից չկրկնվի։ Ընդհանրապես պահեցողության շրջանում մարդիկ սայթակում են իրենց առօրյա փոքր մեղքերով, խոսքի լեզվի մեղանչումներով, հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, այսինքն այն վտանգավոր մեղքերը, որոնք իրականում փչացնում են մարդու հոգին։ Պատկերացնենք մեկ կաթիլ ջուր, եթե անդադ կաթում է քարին, փոս է գոյանում որոշ ժամանակ հետո։ Մեղքը այդ կաթիլի նման միշտ փորում է մարդու հոգին եւ չկա մեծ ու փոքր մեղք։ Կա մեղք, որը մարդու մեծագույն թշնամին է։ Ընդհանրապես յուրաքանչյուր քրիստոնյայի ամենավտանգավոր թշնամին հենց մեղքն է։ Մեղքը նման է վայրի գազանի։ Պատկերացրեք անտառում եթե գտնվեիք եւ հանդիպեիք վայրի գազանի, իր միակ նպատակը ձեզ հոշոտելն է։ Նույնը նաեւ մեղքն է, մեղքը ցանկանում է մարդուն հոշոտել եւ եկեղեցու հայրերը ասում են, որ յուրաքանչյուր մարդ, եթե ինքն իրեն չվնասի, որևէ մեկը չի կարող վնասել։ Մարդը ինքն իրեն վնասում է մեղքի միջոցով։ Եվ Աստված մարդուն ստեղծելով որպես շատ ամուր հաստատուն հզոր էակ իր ներքին հոգևոր պաշտպանությամբ, այնպես է սահմանել, որ որևէ մեկը այդ տարածքը խախտել չի կարող։ Այդ պարիսպը որևէ մեկը քանդել չի կարող։ Առաջին քանդողը հենց ինքը մարդն է։ Երբ որ մարդը մեղք է գործում, քանդում է իր ներքին հոգևոր պաշտպանությունը եւ թշնամուն ներս է թողնում։ Հետևաբար շատ կարեւոր է, որ պահքի ընթացքում մարդը ուշադրություն դարձնի իր նաեւ ամենափոքր մեղքին։ Պահքի ամբողջ իմաստը արտահայտվում է ռուսերեն պահքի բառով post։ Post-ը գիտենք այն վայրն է, որտեղ զինվորը զգաստ զգոն կանգնում է, որպեսի թշնամին չներխուժի եւ հոգեվոր իմաստով post-ի ժամանակ, պահքի ժամանակ մենք քրիստոնյաներս որպես Քրիստոսի զինվորներ ուշադիր կանգնում ենք, ուշադիր ենք լինում, որ թշնամին, այսինքն մեղքը չներխուժի մեր մեջ եւ մեղքի այս ներխուժումը վնասում է մարդու հոգին, հոգևոր ամբողջությունը եւ մարդուն հեռացնում է նաեւ պահքի գլխավոր նպատակից։ Հետևաբար ցանկացած մեղք մտքով, խոսքով եւ գործով մարդուն հեռացնում է պահքի բուն նպատակից։ Առաջին հերթին մենք որպես Քրիստոսի զինվորներ պետք է պայքարենք մեղքի ներխուժումից։ Առաջինը մեղքը որտեղ է ներխուժում, մարդու միտք։ Միտքը մարդու հոգևոր աշխարհի դուռն է եւ նաեւ հոգևոր աշխարհ տանող սկիզբը, այսինքն առաջնագիծ է միտքը եւ հարցակումը չարի մեղքի լինում է հենց առաջին գծի վրա, մտքի վրա։ Մարդը քրիստոնյան պետք է պայքարի հենց իր մտքում այդ մեղքը արմատախիլ անելուն։ Մեղքի հարցակումը մտքի վրա դեռ մեղք չէ, բայց երբ որ դու սկսում ես խոսել, պայմանավորվել մեղքի հետ, արդարացնել ինքդ քեզ, օրինակ Աստված ողորմած է, ես մի մեղքն էլ կների, կամ դե բոլոր մարդիկ էլ մեղք են գործում, մի անգամ էլ ես գործեմ։ Սա նշանակում է մեղքի հետ մտնել երկխոսության։ Քրիստոնյան երբեք չպետք է մտնի երկխոսության մեղքի հետ։ Այն մեղքը այն գազանի նման չի սպասում, որ դու պայմանավորվես իր հետ։ Դու գազանի հետ չես կարող պայմանավորվել։ Չես կարող։ Գիտակցաբարն ավելի իհարկե վտանգավոր մեղք է, քան անգիտակիցը, թեև բնականաբար մեղքի մեծ ու փոքրը չի լինում։ Տեր հայր, մի քանի հարց կապված, կարծում եմ շատ կենցաղային, բայց միևնույն ժամանակ հոգևոր կողմի հետ պահքի, եթե ընտանիքի ոչ բոլոր անդամներն են պահում, ինչպես վարվել այդ դեպքում եւ արդյոք ներգրավել երեխաներին պահքի մեջ եւ գուցե եթե այսպես ամփոփ այս հատվածը միավորենք հարցերի, եթե տուն հյուրեր են գալիս, ովքեր պահք չեն պահում, այսա զուտ երևի ավելի շատ սննդակարգի հետ կապված է, բայց ամեն դեպքում ինչպես վարվի
մարդը հավատացյալը, ով որոշել է շատ լուրջ պահ պահել։ Նախ երեխաների պարագային անդրադառնանք, մի խորիմաստ պատմություն կա, երբ որ ծնողները գնում են վանահոր մոտ խիության շրջանում, մայրը հարցնում է, թե երբ պետք է սկսեմ երեխայի դաստիարակությունը ծնվելուց հետո, եւ վանահայրը հարցնում է, թե քանի ամսական է երեխան, եւ ասում է, որ 7 ամսական է եւ 2 ամսից աստոկամոք լույս աշխարհ կգա։ Եվ վանահայրը ասում է, որ 7 ամիս ուշացրել եք ձեր դաստիարակությունը։ Այսինքն երեխաներին հենց փոքր հասակից պետք է հոգևոր ճիշտ դաստիարակություն տալ եւ օրինակ լինել ընտանիքում։ Կոմիտաս վարդապետը ասում է, որ փոքր երեխան նման է ծառի շյուղի, փոքր ժամանակ եթե ծուռ է աճում, արդեն մեծանալով անհնար է իրեն ուղղել։ Դրա համար մեր ընտանիքների ամենակարևոր, ամենալուրջ խնդիրներից մեկը երեխաների հոգևոր դաստիարակությունն է, որովհետև երեխաները ընտանիքի հայելին են եւ այն ինչ որ տեսնում են, այն էլ սովորում են։ Հետևաբար կարելի է երեխաներին սովորեցնել պահք պահել, բայց կարծում եմ առավելաբար երեխաների պարագային պետք է ուշադրություն դարձնել նրանց այդ պահքի հոգևոր կողմին, երեխաներին սովորեցնել ծնողներին լսել, այո, ծնողներին լսել, խոնարհ լինել, չստել եւ մնացած բոլոր թերությունները, որ բնորոշ են երեխաներին։ Կարելի է երեխաների համար պահք սահմանել, քանի որ երեխաները մի քիչ դժվար են պահում սննդային պահքը, պահք սահմանել հոգևոր իմաստով եւ ասել, որ քանի որ դու այսինչ թերությունը անընդհատ թույլ ես տալիս, որոշենք, որ մեծ պահքի ժամանակ հրաժարվում ես քո այդ թերությունից։ Սա շատ հրաշալի օրինակ կլինի երեխայի համար եւ երեխան մինչեւ իր կյանքի վերջ այդ պահքը կհիշի։ Այնպես որ երեխաների պարագային խորհուրդ կտանք հոգևոր պահքին ուշադրություն դարձնել, հոգևոր կողմին պահքի, եթե տուն հյուր է գալիս։ Նայեք, տան անդամների պահեցողությունը կարող է լավ օրինակ լինել հյուրերի համար։ Օրինակ, եթե հյուր է գալիս, նախապես պայմանավորվում են, չէ՞, այսինչ օրը գալու են ձեր տուն, տան անդամը կարող է մեծ ուրախությամբ ընդունել հյուրերին, ասել, որ շատ ուրախ ենք ձեր հյուրընկալության համար, գիտենք մեր հայ ժողովուրդն էլ հյուրասեր ժողովուրդ է, բայց նաև առաջարկել, որ պահքի սեղանի շուրջ նստել, եթե իրենք պահք են պահում, եթե հյուրերը պահք են պահում, եթե չեն պահում, միգուցե դա նաև իրենց համար առիթ դառնա, որ սկսեն պահք պահել։ Եվ կարելի է սիրուն առաջարկել, որ պահեցողությունը շատ գեղեցիկ շրջան է, հոգու մաքրության շրջան է եւ դա արտահայտվում է նաեւ կերակրատեսակներից հրաժարումով։ Մենք օրինակ պահք ենք պահում, եթե կցանկանա, կարող ենք պահոց սեղանի շուրջ նստել։ Եվ ի վերջո մարդկային շփում կարևորը ոչ թե խորտիկներն են, բազմազանությունը, այլ միմյանց հետ սիրտ կիսելը, գաղափար կիսելը, խոսելը, զրուցելը, թեթևանալը, մարդը խոսելու կարիք է միշտ ունենում, կարելի է պահոց սեղանի շուրջ շատ հետաքրքիր հանդիպում կազմակերպել։ Բայց եթե ոչ, այսինքն հյուրը ցանկություն չունի պահք պահելու, կարելի է ընդհանուր սեղան նստել եւ երբեմն բացառությամբ կարելի է նաև խախտել սննդային պահքը, եթե զգում ես, որ անհարմար իրավիճակ է ստեղծվել, եւ եթե այդ օրը խախտում ենք պահքը, դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել պահքը, որովհետեւ նորից եմ ասում, պահքի իմաստը դա չէ, պահքի ամենակարևոր իմաստը հոգևոր կողմն է, երբ որ մենք սնունդը սահմանափակում ենք, մարմինը բերում ենք հավասարակշռության հոգու հետ եւ այդ սահմանափակությունն է հնարավորություն տալիս զորանալու հոգուն։ Երբեմն, երբ որ մարմինը շատ է պարարտանում, այսպես ասած, նա պայքար է սկսում հոգու դեմ։ Սա ասում են եկեղեցու հայրերը։ Այսինքն մարմինը պատերազմում է հոգու հետ երբեմն, երբ որ շատ է պարարտանում, շատ ենք խնամում, շատ ենք կերակրում իրեն, եւ նույնիսկ եկեղեցու հայրերից մեկը ասում է մարմինը անշնորհակալ ընկեր է, ինչքան շատ է տալիս, այնքան ավելի շատ է ուզում։ Այնպես որ մեկ օր սննդային պահքը խախտելը դա խնդիր չէ, այո, մահացու մեղք չէ, թեև արդարացում չէ, բայց արդարացում չէ, այո, իրականում դա ցույց է տալիս նաեւ մարդու կամային հատկանիշները, ինչի ենք մենք ընդունակ հանուն հոգու։
եւ դա արտահայտվում է նաեւ սննդի պահեցողությամբ, այսինքն ես հրաժարվում եմ սննդային իմ սիրելի կերակրատեսակներից հանուն հոգևորի եւ այդ ընթացքն է ցույց տալիս հանուն հոգևորի ես ինչի եմ պատրաստ։ Դեք մարդիկ նյութականի համար ամեն ինչի պատրաստ են, չէ՞։ 24 ժամ աշխատել, քրտինք թափել, հիվանդանալ, քրտնաջան աշխատել հանուն նյութի, հանուն հոգու ինչի ենք պատրաստ։ Սա կարևոր է այս բախի շրջանը, այո, բախի շրջանը կարևոր է մարդուն բացահայտելու իրեն, իր կամային հատկանիշները, իր նախանձախնդրությունը իր հոգու հանդեպ, հոգևորի հանդեպ։ Եվ եթե մարդը կարողանում է ճիշտ ճանապարհով այս պահեցողությունը անցնել, անհամեմատելի հոգևոր մեծ ուրախության մեջ է լինում եւ դա այդ ուրախությունը Աստված անպայման տալիս է թեկուզ պահքի վերջում լինի պահեցողությունից հետո լինի բայց մարդը որպես արդյունք իր ճիշտ պահեցողության սննդային եւ հատկապես հոգեվորի միշտ Աստծուց այդ պարգևատրությունը հոգեվոր ուրախությունը ստանում է որովհետեւ պահքի ժամանակ նախ եւ առաջ մաքրվում է մարդու միտքը երկրորդը մարդու սիրտը եւ նաեւ սկսում է հոգին սենուցվել մարդու միտքը ինչպես է մաքրվում ընդհանրապես մարդու միտքը հայելի է այն ինչ որ ստանում է այն էլ արտացոլում է եւ եթե մենք աշխարհից վերցնում ենք վատը մեղքը չարությունը եւ օրվա ընթացքում մեր միտքը չենք սնում մենք մտքում չենք կարող պայքարել մեղքի դեմ ակամայից մեր մտքում պատտվելու է այն ինչ որ մենք աշխարհից ստանում ենք բայց երբ որ մենք հոգեվոր սնունդ ենք ընդունում օրինակ մեծ բախի ժամանակ առատացնում ենք աղոթքը հոգեվոր ընթերցանությունը քարոզներ լսելը հատկապես պատարակներին մասնակցելը Կիրակի օրերը մենք դրանով մեր միտքը սնում ենք հոգեվորով եւ դուրս ենք մղում աշխարհայինը եւ մեր միտքը սկսում է աշխատել, խմորվել մեր մտքում հոգեվորը հակառակ դեպքում մենք չենք կարող մտքում պայքարել մեղքի դեմ ինչ շատ են օրինակ հարցրել դեր այլ մտքում վատ բաներ ենք խոսում այսինքն վատ մտքեր ենք ունենում եւ չենք կարողանում պայքարել այդ վատ երևույթի դեմ նույնիսկ հայհոյություն վատ այո ամեն ինչ մարդը մտքում կարող է ունենալ Ինչի արդյունք է որ չի կարողանում մարդը մտքում պայքարել, որովհետև մարդու միտքը վերցրել է միայն աշխարհայինը, մեղքը, չկա հոգևորը։ Բայց երբ որ սկսում է հոգևորը խմորվել մարդու մեջ, շատ ենք օրվա մեջ վերցնում հոգևորը, ակամայից այդ հոգևորը դուրս է մղում աշխարհայինին։ Այստեղ ստացվեց, որ մարդու միտքը մաքրվեց։ Եթե մարդու միտքը մաքրվեց, ուրեմն իր սիրտ դեպի հոգևոր աշխարհ մեղքերը քիչ կգնան Այսինքն այդ ներթափանցումը առաջին ճակատից ներթափանցումը մեղքը գալիս է առաջնագից միտքն է հաղթում է մտքին ներխուժում է խորքերը Տշնամին երբ որ առաջնագիծը հատում է արդեն հայտնվում ենք շատ դժվար իրավիճակում այսինքն Տշնամին հնարավորություն ունի ներխուժելու ամենակարևոր տեղերը նույնը հոգևոր պատերազմի մեջ է առաջնագիծը հատելով այսինքն մտքից անցնելով մտքում պարտության մատնելով մարդուն մեղքը գնում է դեպի մարդու հոգևոր աշխարհը, դեպի սիրտը հոգևոր աշխարհը։ Իսկ բախի նպատակը սիրտը մաքուր պահելն է։ Պայքարում ենք մտքում, պայքարում ենք սրտում եւ հետագայում նաեւ այս ընթացքում դրանից հետո նաեւ բարոյական հոգևոր սնունդ ենք ընդունում։ Այսինքն պարտադիր է բախի ժամանակ հոգևոր սննդի ընդունումը, որտեղ միայն մեղքի կանխելը եւ մաքրելը բավական չէ, պետք է հոգին սնունդ ընդունի։ Եվ այդ սնունդը կարող ենք տարբեր կերպ ընդունել, ինչպես որ ամեն օր մենք հաց ենք ուտում, ինչպես ասեցի նաեւ քիչ առաջ, Աստվածաշունչը ասում է եկեք կերեք կենթանի հացը, դա Աստծո խոսքն է, այսինքն պատվիրանը Աստծո, որ Աստծո խոսքն է, պետք է ոչ միայն իմանալ, այլ սկսել դրանով ապրել։ Քրիստոնյայի ամենամեծ թերություններից մեկը այն է, որ Քրիստոնյան իրեն համարում է քրիստոնյա, բայց քրիստոնյա վայել չի ապրում։ Քրիստոնեությունը կենսակերպ է, կապ չունի աշխատանքի վայրում ես թե եկեղեցում ես։ Եթե դու քրիստոնյա ես, դու պետք է Աստծո պատվիրանը պահես եւ եկեղեցում, եւ եկեղեցուց դուրս։ Աշխատանքի ժամանակ, չգիտեմ, ճանապարհորդելիս, մեքենա վարելիս, ցանկացած իրավիճակում դու պետք է լինես քրիստոնյա։ 24/7։ Այո, 24 ժամ դու պետք է լինես քրիստոնյա։ Ես հիշեցի ցավոք
անունը չեմ մտաբերում քարոզիչներից մեկը ոչ հայ, այսպեսի օրինակ էր կարծրատիպերից խոսում էր եւ ասում էր, որ շատ մարդիկ ասում են ես ծնվել եմ քրիստոնյա ընտանիքում, ուրեմն ես քրիստոնյա եմ, ու նա այսպես շատ ընդգծված օրինակ է բերում, ասում են մեկն է կարող է ծնվել օդանավակայանում, բայց չի նշանակում, որ ինքնաթիռ է, այնպես որ դա ապրելակերպի նշանն է, քրիստոնյա է թե ոչ։ Եվ կարծրատիպերից խոսեցինք եւ դուք ձեր խոսքում նաեւ ուրախություն բառը մի քանի անգամ շեշտեցիք, տիրում է մի համոզմունք, որ Պաղքը տխրության շրջան է, քանի որ կան սահմանափակումներ, հետևաբար գալիս է նաեւ որոշակի տխրություն։ Սակայն Քրիստոսն ասում է, երբ Պաղ պահեք, ձեր երեսները մի տխրեցրեք։ Ինչպես պահել Պաղքը ուրախ սրտով։ Իրականում պահեցողության շրջանը հոգևոր ուրախության շրջան է, հատկապես որ մոտենում ենք Պաղքի ավարտին, Սուրբ Զատկին, Սուրբ Հարությանը մեծագույն տոնին, բայց իրականում նաև ես կուզեի տարանջատել ուրախություն բառը, ինչ է երևույթը, ուրախությունը կապված է մարդու հոգևոր աշխարհի հետ։ Ինչպես որ օրինակ մարդու ստամոքսը նախատեսված է կերակրում ընդունելու համար եւ եթե կերակուր չընդունի, ուրիշ որևէ բանով ստամոքսին խաբել չեն կարող։ Այնպես էլ մարդու երջանկությունը եւ ուրախությունը կապված է մարդու հոգևոր աշխարհի հետ։ Իմաստուն խոսքը ասում է մարդուն տվեք աշխարհի բոլոր հարստությունները, իր ամենասիրելի աշխատանքը, ընդամենը 1 ամիս հետո նա կսկսի ձանձրանալ եւ կյանքը իր համար ձանձրալի կլինի։ Այսինքն մարդու մեջ դրախտի կարոտը կա այդ երջանկության, որովհետև երջանկության մոդելը ամենաճշմարիտ, ամենակատարյալ եղել է դրախտում։ Դա եղել է Աստծո ներկայությունը, մաքրությունը, մեղքի բացակայությունը։ Եվ այս դրախտային իրավիճակը մարդը միշտ կարոտում է իր հոգու խորքում։ Եվ ինչքան էլ մարդը փորձի իր առօրյան լցնել նյութականով, միևնույն է չի գտնելու այդ ուրախությունը։ Այդ ուրախությունը Աստծո կողմից ի սկզբանե ստեղծվել է հոգևոր իմաստով, եւ մարդը կարող է հոգևոր ուրախություն ապրել միայն իր հոգևոր աշխարհում ճիշտ գործընթացներ սկսելով։ Եվ այս իմաստով Պաղքը ուրախության շրջան է, որովհետև իրականում մարդը գտնում է իր ներքին հոգևոր ուրախությունը, խաղաղությունը եւ հասկանում է, որ այդ ուրախությունը կապված է ոչ թե արտաքին երևույթների, այլ ներքին երևույթների հետ։ Այս իմաստով իհարկե Պաղքը ուրախ ճանապարհորդություն է։ Իմիջիայլոց սկիզբն է դժվար Պաղքի, սննդային մասը, ամենադժվարը Պաղքի հոգևոր կողմն է։ Սնունդը հեշտ հաղթահարելի է։ Մի քանի օր, երբ որ մարդը պահում է սննդային Պաղքը, հասկանում է, որ այլևս իր համար գայթակղություն չէ կերակրատեսակները, բայց մարդու համար ամենամեծ խնդիրը հոգևոր Պաղքը պահելն է, այսինքն հրաժարվել է իր թուլություններից, հոգևոր թուլություններից, իր մեղքերից։ Ընդհանրապես մարդը մեղքի հետ շատ ամուր է կապվում։ Դառնում է մեղքը մարդու ամենամտերիմ ընկերը եւ մարդը դժվար է հրաժարվում մեղքից։ Մի գեղեցիկ առագել պատմեմ, ուրեմն մի հավատացյալ մարդ է լինում, աղոթում է Աստծուն, ասում է ինչ զոհաբերեմ քեզ համար, ես քեզ հավատում եմ, ինչ անեմ քեզ համար, Աստված ասում է ոչինչ պետք չի, ինչ որ ունես իմ տվածն է քեզ, բայց այս հավատացյալը շարունակում է պնդել, մի բան ասա Տեր Աստված, որ ես քո համար զոհաբերեմ, եւ Աստված ասում է մի բան կա ընդամենը, որ ես քեզ չեմ տվել, դա քո մեղքերն են, դրանք ինձ տուր։ Եվ այս մարդը իհարկե ապշում է, որովհետև Աստված իրականում այդ մարդուց պահանջեց ամենաթանկը իր։ Մեղքերից մարդը սովորաբար դժվար է հրաժարվում։ Հետևաբար ուրեմն Պաղքի այս ամբողջ շրջանում մարդու ամենամեծ ուշադրությունը պետք է լինի իր մեղքը եւ ամենադժվարը։ Ինչը որ կարեւոր է, նա դժվար է։ Մեղքից հրաժարումը շատ կարեւոր է եւ դա շատ դժվար է։ Եվ Պաղքի ժամանակ հենց մարդու ամբողջ իր ուշադրությունը պետք է լինի ինքն իրեն բացահայտելը, այսինքն ես ինչ թերություններ ունեմ, ինչ թուլություններ ունեմ եւ հիմա սկզբունք է ինձ համար դառնում, որ այս Պաղքի ընթացքում ես պետք է կառավարեմ իմ այդ սխալները։ Օրինակ, եթե մեկը լեզվի մեղանչում ունի, որը մեր ժողովրդի մեջ շատ տարածված է, հայհոյություն, երթում, որոշում ենք, որ մեծ Պաղքի ժամանակ ուրեմն մեր լեզուն կառավարում ենք, որովհետև Աստվածաշունչը ասում է, ինչ որ մտնում է մարդու ներս, այն չէ, որ մարդուն վնասում է, այլ ինչ որ դուրս է գալիս։ Այսինքն լեզվի միջոցով մարդը եւս մեղանչում է։ Հետևաբար մարդը այս իր առօրյա մեղքերից
թույլություններից պետք է հրաժարվի։ Լեզվի մեղանչումներ, մտքի մեղանչումներ, խոսքը մարդու կյանքում շատ կարևոր նշանակություն ունի։ Տեր Հայր ներողություն, մենք շատ քիչ եթերային ժամանակ ունենք եւ որպես ամփոփում երևի պատկերավորը չինական մի արտահայտություն, որ շատ հեշտ է լինել ճգնավոր ճանշան սարի գագաթին, դեռան գագաթին եւ որքան դժվար է լինել ճգնավոր նստած շուկայում։ Այսօր սոցցանցեր, բազմաթիվ գայթակղություններ, հրաժարվել այդ ամենից եւս նշանակում է ինչ որ սահմանափակումներ եւ նաեւ ինչու ոչ մեղքից հրաժարում, որովհետեւ այդ նույն սոցցանցերում, տարբեր հարթակներում մենք շատ գայթակղություններ ենք տեսնում, թեկուզ եթե անգամ ոչ մի գործողություն չանենք, որ ինչպես շատ մարդիկ ասում են, ես ոչ խաբել եմ, ոչ մարդ եմ սպանել, ես ինչ մեղք եմ գործել, այնինչ ինչպես դուք ամենասկզբում նշեցիք, մեր մտքով անցկացրած մտքերը երևի թե գերակշիռ մասը ոչ աստվածահաճո են։ Որպես խոսքի ամփոփում եւ այսօրվա պահքի մեկնարկ ձեր ուղերձը բոլոր նրանց, ովքեր հենց այսօր, հենց այս պահին երկմտում են սկսել, թե ոչ պահքը։ Պահ պահող մարդու համար գլխավորը իր մեղքերը տեսնելն է, որովհետև սովորաբար մարդը չի ցանկանում տեսնել իր մեղքերը եւ իրեն անմեղ է համարում։ Վանականը մոտենում է, վանահորը ասում է, որ ես աղոթում եմ եւ հրեշտակներ եմ տեսնում, հրաշք է տեղի ունենում, վանահայրը ասում է անմիտ գնա եւ աղոթիր, որպեսզի քո մեղքերը տեսնես, որովհետեւ ամենամեծ հրաշքը սեփական մեղքերը տեսնելն է։ Այսինքն պետք է մարդը կարողանա տեսնել իր սխալները եւ մեղքերը եւ երբեք իրեն անմեղ չհամարի, նա ով իրեն անմեղ է համարում, ոչ թե մաքուր է, այլ անգետ է, պարզապես գիտակցություն չունի։ Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին, իհարկե գայթակղություններ շատ կան, պետք է սահմանափակել, պարզապես օգտվել ճիշտ կերպով։ Դե հիմա անհնար է սոցիալական ցանցերից ամբողջությամբ հրաժարվելը, բայց կարող ենք մենք կառավարենք, թե ինչ ենք վերցնում այնտեղից։ Թեկուզ սահմանափակել, այո, եւ ժամային առումով եւ նաեւ ինչ ենք մենք վերցնում։ Շատ կարևոր է, թե նրանից ինչ ենք մենք վերցնում։ Կարելի անցնել ամեն ինչի վրա, ինչը որ տանում է դեպի մեղքը։ Տեր Հայր, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը եւ ճիշտ ուղղորդում տվեցիք այս կարևոր օրը պահքի մեկնարկի։ Կարծում եմ, որ ձեր դիտարկումներով եւ պատգամներով բոլոր նրանք, ովքեր արդեն սկսել են կամ նոր կսկսեն մեծ պահքը, կացնեն կհաղթահարեն, եթե կարելի այդպես ասել, այս ընթացքը ուրախությամբ եւ կգան 50 օր անց մեծ ուրախության Սուրբ Հարության տոնին։ Շնորհակալություն։